Հայոց լեռնաշխարհից եւ Armnews-ի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy ջաջուրամետ հաղորդումը։ Հաղորդումը հեռարձակվում է հայկական լեռնավանդակից, ծովի մակերևույթից մոտ 1500 մետր վերև բարձրությունից։ Այո, Arm Comedy-ն վերևից է հեռարձակվում, այնպես որ հարմարվեք ձեր բասկաթոռների կամ աթոռակների վրա եւ դիտեք։ Այսօր ունենք առանձնահատուկ թողարկում, լինելու է քաղաքականության մասին ուրեր, կրկնում եմ քաղաքականության մասին։ Իրեւ այս հաղորդումը ձեզ համար կվարի Սերգեյ Սարգսյանը եւ Վլադիսլավ Մարգարյանը։ Կարծոք ազգային ժողովում պարանոյա։ Երկիրը բարը կիրառումից հետո։ Հնաբերդ համայնքի փողերի անհետացման գաղտնիքը։ Բլից նորություններ ազգային ժողովից, արդյոք հնարավոր է ուկրաինական սցենարը։ Ազգային ժողովում քննարկվում էր գազի հանձնաժողովի ստեղծումը, նրա նպատակները, աշխատանքային ֆորմատը։ Որոշ պատգամավորներ մի փոքր սկեպտիցիզմով են մոտենում հանձնաժողովին։ Ընդհանրապես բոլոր գիտեք, մի ասացվածք կա, որ հանձնաժողովները ստեղծվում են սովորաբար այն նպատակով, որ խնդրումը թաղվի։ Ոնց թե թաղվի, դեռ նույնիսկ անատոմիկը չի նայել, հոգի հանգիստը չի եղել։ Մի րոպե, մենք ուզում ենք վայելել պահը։ Հա, այնտեղ լիքը հարցեր կան, այդ 300 միլիոն դոլար պարտքը որտեղից կուտակվեց։ Ինչու է ապօրինաբար կուտակվել 300 միլիոնանոց պարտքը։ Ասում եմ ապօրինաբար, որովհետև ներողություն անջատեմ հեռախոսը։ Հետևի նստածների միակ պայծառ պահն էր այդ աշխատանքային օրվա մեջ։ Հələ տեսեք ինչքան ուրախացան։ Ասում եմ ապօրինաբար, որովհետև այդ պարտքը կուտակվել է թաքուն։ Լավ, լսենք իշխանությունը ինչ ունի ասելու այս թաղման թեմայով։ Երբ հա որտեղ է մարդ այդքան են գցում ծաղիկների համար։ Ստիպված ենք կամ ինչ որ ուզում ենք թաղենք, չգիտեմ ու մենք ուզում թաղենք, մենք թաղելու վարպետ չենք, ոչ թե թաքցնելու վարպետ ենք։ Չունենք այդ փորձը։ Չհասկացա դրսից մասնագետներ են բերելու։ Չէ, ինչ ես ասում, իշխանության մղումները ազնիվ են։ Հիմա ինչի մասին եք դուք խոսում։ Ինչ եք վարկաբեկում այդ դեռ չտղված հանձնաժողովը։ Դեր ցանկություն ինչ է, ինձ մոտ տպավորություն կա եւ համոզված եմ, որ նաեւ հասարակության մոտ, որ դուք իհարկե չեք ուզում այդ հանձնաժողովը ստեղծենք։ Սկսում եք ի սկզբանե վարկաբեկել, չգիտեմ թաղել, թաքցնել, չունենք նպատակ նման։ Իշխող կոալիցիան անգամ պատրաստ է հավասար անդամներ ընդդիմությունից ներգրավել հանձնաժողովի մեջ։ Քանի իհարկե հանձնաժողովի նախագահը հանրապետականից է։ Կոալիցիոն եւ մյուս բոլոր քաղաքական 4 ուժերից, ֆրակցիաներից։ Հավասար, ասեցիք հավասար համաձայնվեցիք, հավասար։ Ասեցիք հանձնաժողովի նախագահը լինի կոալիցիայից, տեղական լինի ընդդիմությունից։ Կամ ինչ մի առավելություն ունի հանձնաժողովի նախագահը անդամի հանձնաժողովի անդամից։ Ոչ մի առավելություն չունի։ Բա թողեք ընդդիմությունը լինի նախագահ մի քիչ էլ։ Հա, էլի գոնե մի երկու օին։ Ուղղակի մենք մտածում ենք, որ լինի փորձառու մարդ, իրավաբան մարդ, որը նաև կտիրապետի օրենքներին եւ օգնի հանձնաժողովին, որպեսզի իրականությունը հայտնաբերենք եւ ի ցույց դնենք հանրությանը։ Դա է մեր նպատակը։ Իսկ ընդդիմությունը ուրեմն չունի, հա, տենց մասնագետներ։ Սենց շեղավ, ինչ որ զիջում պետք է անեք ուրեմն։ Հիմա դուք ասում եք մինչեւ հունիս, դրան էլ ենք համաձայն։ Որ դուք հասկանաք, մենք նորից չենք ուզում ձախողել մեր աշխատանքը, համաձայն ենք, թող լինի, մայիսին ավարտեք։ Նորից ձախողել աշխատանքները, այսինքն ինչպես նախորդ բոլոր անգամները։ Լավ, քանի ստեղ ավելորդ բաներ չեն ասվել, լսենք մեկ այլ падգամավորի մտահոգությունները։ Եթե իսկապես բոլորս մտահոգ ենք եւ ուզում ենք խնդիրները լուծվեն, եթե մենք բոլորս մտահոգ ենք եւ ուզում ենք, որ գազի շուրջ առաջացած այս ամբողջ գազային աղմուկը եկեք ուրիշ ձևակերպում գտնենք, էլի, որ ասում եք գազային աղմուկ Միտեսա կարող է սխալ հասկանան։ Հա, ուրիշ կողմից ոնց որ մոտենանք հարցին։ Մեր որոշ գործընկերներ փորձում են հոգեբանական գիտությունների տեխնացուի կամ սկսնակի կերպարի մեջ մտնել եւ որոշակի հոգեբանական գնահատականներ տալ իրենց գործընկերներին։ Ճիշտն ասած, դա ինձ մի քիչ ոգևորեց։ Բա պատկերացրեք մենք հիմա այսքան ոգևորված ենք։ Իմ հոգեբանության դասագրքերը այս երևույթը բնութագրում են որպես նախավիդեոբոցային էյֆորիա։ Փորձեցի հոգեբանական դասագրքերը բացել այնինչ անցել եմ համալսարանում ուսանելու տարիներին եւ բացահայտեցի, որ գոյություն ունեցող պարանոյա հիվանդությունը, որը հայտնի է շատերին, դեռևս 19-րդ դարի 60-ական թվականներին հայտնաբերել է հոգեբան Կալբաունը եւ ուղղակի բնորոշեմ, թե այդ հիվանդությունը ինչպես է դրսեւորվում։
Քրոնիկական ընթացքով հիվանդություն է եւ դրսեւորում է մեծամոլական զառանցանքով, երբեմն սուր բողոքամոլությամբ դրսեւորումներով։ Սովորաբար արտաքինից հիվանդը խնամված եւ կոկիկ տեսք է ունենում։ Բայց դու լավ կոկիկ տեսք ունես, այսօր գիտես։ Ինչ նկատի ունես։ Իմ հետ տես չխոսաս, հա։ Ես գիտես ով եմ։ Մեծամոլական զառանցանք պլյուս Հասկացա, ես կգնամ կբողոքեմ տնօրինությանը։ բողոքամոլություն պլյուս Եվ որևէ նշանով չի դրսևորում իր հիվանդ լինելը։ Երբեմն կասկածամիտ են, թշնամաբար տրամադրված։ Հիվանդությունը սկսվում է հիմնականում որոշակի տարիքից հետո։ Այս բնորոշումը մեզ ոչ մի բան չի տալիս։ Այժմ բոլորն էլ որոշակի տարիքից մեծ են ու բոլոր խմբակցություններն էլ հակառակ կողմին թշնամաբար են տրամադրված։ Դա ում ասես կարա վերաբերվի, ոնց որ ասենք երկրի տնտեսական աճին չնպաստող նախարարություն։ Էլի որ նախարարության ասես կարա վերաբերվի։ Լավ, հիմա վերջը համագործակցելու է, դիմությունը մասնակցելու է հանձնաժողովին։ Նախորդ քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանը մեղադրեց ընդդիմությանը ինչ որ կասկածամտության մեջ, ինչ որ, չգիտեմ, անգամ պարանոյայի հասնող կասկածամտության մեջ, ենթադրելով եւ ասելով այնքան անկեղծ էր խոսում, որ գիտեք, մենք ուզում ենք աշխատենք ձեզ հետ, այնքան անկեղծ էր խոսում, քիչ էր մնում լացս գար արդեն։ Ինչպես միշտ առաջին ռազմաերնասիրականը ունի այդ բացառիկ եւ հուզիչ կադրերը։ Թաշկինակները պատրաստ եք։ Եվ եթե մենք բոլոր մեր ջանքերը գործադրենք, որպեսզի այդ հանձնաժողովը տա արդյունք, ես հավատացնում եմ ձեզ, մենք կստեղծենք նոր քաղաքական մշակույթ։ Եվ վերջո ամեն անգամ մենք պետք է մի նոր հաջողություն, նոր բարձունքի բարձրացնենք ազգային ժողովում աշխատանքի ոչը։ Սա է հնարավորությունը։ Եվ ես ոչ եմ անում յուրաքանչյուր քաղաքական խմբակցությանը իսկապես լրջորեն մտածել այս ամենի մասին եւ առաջարկություններ ներկայացնելուց հաշվի առնել իմ հորդորը։ Եկեք փորձենք կատարել իսկապես արժեքավոր աշխատանք։ Իդեպ հանձնաժողովը ստեղծվեց, կողմ քվեարկեցին։ Ով ելներ կողմ չքվեարկեր։ Ազգային ժողով այլևս նույնը չի լինի չատ բառից հետո։ Լուրջ տեղ պիպ եք դնելու, արդեն ամբողջ ազգը լսել այդ չատ։ Լավ, ոնց ասեք։ Երկուշաբթի ինչպես հիշում եք, ԱԺ-ում հնչեց չատ բառը, որը սակայն հակադարձ էր նախարար Հրայր Թովմասյանի «Ղալատ» բառին։ Ես ղալատի վրա չեք դնում, հա, պաստորեն։ Բառարաններով պիտի որոշենք ինչպես են ով ինչ ասում, մենք էլ այդ բառերը տիրապետում ենք եւ իրան ասենք, եթե օրինակի համար ղալատ ես անում, չնեղանա։ Նախորդ հաղորդման մեջ մենք ցույց տվեցինք նախա չատ***ին ԱԺ-ն, իսկ այսօր ցույց կտանք post չատ***ինը։ Չատ բառի կիրառումից մի քանի վայրկյան անց։ Ցավում եմ նման ձևակերպումների համար։ Դավիճում լրություն։ Դավիճում լրություն։ Ես մի բան չեմ հասկանում, ինչու տրամադրությունները միանգամից բարձրացավ թե ընկավ, բայց ամեն դեպքում շատ վատ երևույթ է։ Ոնց ինչի բարձրացավ։ Մեր դասարանում էր, երբ մեկը հանկարծ բարձրաձայն վատ բառ էր ասում, բոլորը սկսում էին ժպտալ, ծիծաղել։ Բայց դա դպրոցում չէ։ Հա, դպրոցում ի՞նչ տարբերություն։ Դասատուն էլ ասում էր՝ «Այ դու Մարգարյան, Մարգարյան, ինչի վրա ես ուրախացել»։ Պարոն Բաբլոյան, ինչ կա այնտեղ ուրախանալու, ես զարմանում։ Փոխանակ տխրեք ուրախան, ինչի համար եք ուրախանում։ Բա հետո դասամիջոցին չեք քննարկում այդ։ Հա, պայման միշտ վերհիշում ենք այդ բառը։ Իսկ իշխանամետ գործընկերները շատ հիասթափված էին։ Հա, չէին սպասում տենց բան էլի, այն էլ ԱԺ-ում։ Զարմացած եմ ձեր պատասխանից, պարոն Ռուստամյան, ազնվորեն որ ասեմ։ Ես օրինակ չէի սպասում փորձարար Ռուստամյանից նման պահվածք։ Լավ, հա, ինչի ԱԺ-ում տենց բաներ են եղել։ Վերհիշենք դասականներին, օրինակ Արաքել Մովսիսյանին։ Էլի շատ վատ է, բայց Մովսիսյանից գոնե սպասում ենք տենց բան, բայց պարոն Ռուստամյան։ Չէ, Սերգեյ, եթե դատապարտում ենք, բոլորին ենք դատապարտում։ Բայց Ռուստամյանը, այսքան տարվա մանկավարժ, ես ուղղակի ապշած եմ։ Այս օրերին աշխարհի ուշադրությունը գանված է Հնաբերդ գյուղի հետընտրական գործընթացներին։ Ինչպես գիտեք կամ գուցե չգիտեք, Հնաբերդում վիճակը լարվեց նախկին հանրապետական գյուղապետի բարեհաջող հեռացումից հետո։
Հնաբերդցի Հենրիկ Ավագյանը իրավապահներից պահանջում է նախկին հանրապետական գյուղապետ 2012 թվականից գյուղապետի պաշտոնին հրաժեշտ տված Զավեն Մեժդումյանին պատժել օրենքով։ Գյուղապետը այս գյուղը թալանել է։ Չի կարող պատահի։ Չէ որ նա նժդեհական գաղափարախոսության կրող էր, քրիստոնյա մարդ, նրանք չեն թալանում։ Իսկ ոստիկանությունը մի պահ գործ էր բացել Ալան Թալանի հոդվածով, հետո կարճել, բայց հիմա Գործը կրկին ոստիկանությունում է։ Ավագյանը սակայն ասում է ոստիկանությունը շատ է ձգձգում գործը։ Որ եկել էր Արտաշատ, Վովա Գասպարյանն էլ ասեց, որ Արտաշատի քննչական կազմը նորմալ չի աշխատում։ Քննիչները բոլոր ուզում են կոշկեն գործը, փակեն։ Սպասեք, կարևոր է որ ոստիկանապետը ձեր կողմից է։ Ընդհանրապես ինչ հա տարել այդ մարդը։ 50 տոննա սալերկա է ստացել գյուղը, բայց մի լիտր սալերկա չի բաժանվել գյուղը։ Հակառակ երեխու ծնունդներ, մի քիչ ուզում էր օրիգինալ բան նվիրել։ Բայց սալյարկա։ Դե տրակտորին կից նաև սալյարկա։ Լավ, ինչ ես պաշտպանում այդ մարդուն, կարող է ինքը ընդունում է իր մեղքը։ Ընդունում եք։ Դա բացարձակ զրպարտություն է, դա փորձում են բանսարկություն կատարել, բայց ինձ մոտ չի ստացվի։ Ամբողջ իմ ժամանակը, իմ առողջությունը, իմ էներգիան ներեմ դրել գյուղի զարգացման համար։ Այդ տենց ամեն ինչ ներդրել է։ Հիմա ինքը մեղավոր է, որ գյուղը ծույլ է ու չի ուզում զարգանա։ Լավ, վերադառնանք Ալան Թալանային թվերին։ $40,000 Ծիգը բիթում գործողություն է կատարել ստեղ, բայց Ծիգը չի կատարել այդ գործողությունը։ Այդ նախագծանի կրիշեն պատրաստ է կնայենք հեսա, նել քամի տարել է։ $40,000 էլ բարերարն է տվել, Ամերիկայից բարերար ունենք, այդ բարերարի տված գումարն էլ, հեսա ստեղած, սա դոկումենտացիան, այդ գումարը երկու գործողությունը ցույց են տվել, երկու փողերն նույն գործողությունն են ցույց տվել։ Հիմա ինչ ասում ես քամին է տարել կտուրը։ Ինչ չես հավատում, գոնե նախկին գյուղապետին հավատա։ Քամին էլ ուժ եղավ, մի շիֆրա փոկել, ամենը 4 մեղ է, թող իրանք այս մեղերը խփեն։ Լավ, իսկ այդ մեղերը ովքեր են խփել։ Ովքեր, արդար տենդերով ընտրված մարդիկ, արդար տենդերով ընտրված նրա հորեղբայրները։ Մենակ իմ հորեղբայրները չեն տեղահագին մարդ, քանի որ մասնագիտությամբ հյուսն են, իմ հորեղբայրներ, իմ հայրը, մենք իմ մեծերը ազգականով հյուսներ են։ Մտավ ուղեղ այդ Հյուսն են մարդիկ, Հյուսն։ Լավ, ոնց են սարքել, որ քամին տարել է, հա։ Դե ասեց Հյուսն, հո չասեց կախարդեն։ Այս այդ Հյուսն հորեղբայրները մի քանի աթոռ չեն կարող հյուսցնել, հա։ Նոր գյուղապետն ասում է, երբ ստանձնել է գյուղապետի պարտականությունները, գյուղապետի աշխատասենյակում ոչ վարագույր է եղել, ոչ աթոռ, 6 աթոռ նոր գյուղապետի եղբայրն է նվիրել։ Միշտ մտածել եմ գյուղի խնդիրները։ Սրան ինչ կասես։ Պարզա որ աթոռ չի եղել, ամբողջ գույքը նվիրել է գյուղին, դրել է գործի մեջ, տեսար նույնիսկ Հյուսն հորեղբայրներին չէր խնայել, ամեն ձևի շահագործում էր։ Իսկ ինքը ինչ կասի։ Ժողովրդի համար խնդիրները լուծեմ, ոչ թե իմ աթոռը ճոխ լինի կամ իմ ապարատի աշխատողների աթոռները լինեն, գիտես, թանգանոց աթոռներ։ Նայեք, թող ճոխ չլինեն, բայց լինեն։ Ինչ ուզում ես ասես տուն ա տարել։ Հա, ձ**ով կրյան արեք։ Աթոռները հեչ, բան նախագահի նկարը ինչ արել, էդ էլ հո պետք է լիներ։ Չկար ինչի։ Հանրապետության նախագահի նկարը իմ ժամանակա կախվել։ Ես վստահ եմ, որ դա էլ ունի իր բացատրությունը։ Այլևս չենք իմանա, քանի որ լրագրողները այդ պահից վերադարձան Երևան։ Ոչինչ, նախկին գյուղապետը իր Հյուսն հորեղբոր մեքենայով կարա գա Երևան ու բացատրի։ Երբ արդեն հասնում են Երևան, նախկին գյուղապետը հեռախոսով ցանկություն հայտնեց ավելացնել մի միտք կապված Սերժ Սարգսյանի լուսանկարի հետ։ Ուրեմն Սերժ Սարգսյանի նկարը եղել է պատից կախված, փակցված, ոնց որ ասում են, ընդհանրապես ընդունում հանձնում որ պետք է անեինք, քանի որ ես, այսինքն ոչ թե ես, քանի որ ինքը հանրապետական կուսակցությունից չէր նոր ընտիր գյուղապետը, ես նպատակահարմար գտա, որպեսզի այս նկարը այնտեղ չմնա, ես հանել եմ, տարել եմ մեր տուն։ Ոնց նկարը տարել է տուն։ Հասկանում ես ինչ նվիրված հանրապետական էր։ Ու ինչ, տան հյուրասենյակում կախած է հիմա նախագահի նկար։ Երևի։ Տարել եմ մեր տուն, ճիշտ ասած այս նկարը։ Այո, մեր տանը չեմ փակել, բայց մեր տանն է այս նկարը։ Այդ մեկը ձեզից չենք սպասում։ Հա։ Շարունակելով մարզագյուղապետային թեման, մեր հատուկ թղթակից Մհերը այս անգամ այցելել է Արարատի մարզ։ Այո, այնտեղ նույնպես ընտրություններ են սպասվում, իսկ մենք այդ մարդիկ չենք, որ չլուսաբանենք։ Այո, արի չտանջենք հեռուստայտողներին եւ վայելենք ռեպորտաժը, Սերգեյ։ Արին արեք։ Մհեր։ Բարգավաճ թե հանրապետական։ Որովհետև Պապաս հանրապետական է։
Այո, ի տարբերություն Վարդաբլուրի, Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում քաղաքական մթնոլորտը ներխուժել է ամեն տեղ։ Այս գյուղում տեխնացուները երկուսն են՝ Բարգավաճից ու Հանրապետականից, ինչը արդեն հուշում է թեժ մրցակցության մասին։ Մինչև տեխնացուների հետ զրույցին անցնելը փորձեցի պարզել Սայաթ Նովայի քաղաքացիական հասարակության տրամադրությունները։ Ես Բարգավաճի անդամ եմ։ Բայց գաղտնիք եք պահում եք ընտրելու։ Դե դա չի կարելի։ Հա, բարձր մենք դժվար է կռահել։ Ոչ մեկը չէ մտրելու մտրը։ Մեկ այլ տստերս գարփում եղել ու մտրը։ Ոնց գիտի, ինչ գիտի չեմ գիտեմ։ Կարալ չեմ ասում։ Ով կհաղթի։ Ով է շատ գործ արել գյուղի համար։ Իսկ ով է շատ գործ արել գյուղի համար։ Ընտրությունները ցույց կտա։ Տան հարցերից կան որոշ նողոլին մալինի, ատե եկել եք տանը։ Ինչ է կարծում արդար կանցնեն ընտրությունները։ Արդար եւ հայը։ Դե ինչպես հասկացաք, տեխնացուներին դժվար է լինելու, թե չէ, հարցնենք իրենցից։ Արդարություն թող հաղթի, գյուղացնում եք շլավ ապրի։ Ես հենց հիմա անում եմ մակրություն, ես գյուղում որ մակրություն տենում եք ինչա կատարում, մի բանից էլ անում եմ։ Երբ որոշեցիք այդ երբ եղավ։ Ես մի ամիս է։ Մի ամիս։ Բայց ընտրությունների հետ կապ չունի։ Աբսոլյուտնի։ Լավ, իսկ ինչպես է տրամադրվածությունը։ Նորմալ։ Ամեն ինչ նորմալ էր նաև Սայաթ Նովային հարակից Դարբնիկ գյուղում, որտեղ 3 տեխնացուներից մեզ հաջողվեց զրուցել միայն մեկի՝ հանրապետական գյուղապետ տեխնացուի տեղակալի հետ։ Որքան եք գնահատում ձեր տեխնացուի շանսերը այս պայքարում։ Շանսերը ժողովուրդն է որոշում, մենք չենք որոշում, սա տանը։ Քանի գյուղապետը ստեղ չի, փորձում եք առիթից օգտվել ինչ-որ, չգիտեմ, բարեփոխում անել արագի մեջ, որ ոչ մեկը չնկատի։ Չէ, տենց բան չկա։ Չէ։ Կամ ասենք իր սենյակում նստեք ինչ-որ։ Չէ, ես իմ սենյակն ունեմ, տենց բան էլ չկա, որ գյուղապետը տեղում չի, ես Դարբնիկի բնակչությունը նույնպես անհամբեր սպասում էր ընտրություններին։ Ում եք ընտրելու։ Մենք դելը պարզ չէ՞ ու մենք ընտրելու։ Հա, չեք կողմնորոշվել։ Չէ, Դու կողմնորոշվել ես ում ես ընտրելու։ Այո։ Դե վերը որակը տեղինի կպաշտպանենք։ Վերը ան որակը թողնա Ալլա Պուգաչովի մոտ քնի։ Քնի։ Ու երկու մոտ։ Պուգաչովայից ու Դարբնիկից վերադառնանք Սայաթ Նովա, որտեղ ինչպես պարզեցինք, գյուղապետի տեխնացուները ուղակի մրցակիցներ չեն։ Մոտիկ եք իր հետ, հա։ Շատ մոտ։ Այսինքն տենց շատ մոտ հարաբերությունները չեն գնում միջով։ Զուտ գործնական մրցակցություն է։ Գործնական մրցակցություն է։ Ոնց եղավ որ բաժանվեցիք տարբեր ճամբարների։ Մենք չենք բաժանվել, պրոստը դրել ենք ով կկերի։ Դե եթե մոտ են, բայց տարբեր կուսակցություններից, ուրեմն գաղափարական տարբերություններ ունեն, չէ՞։ Ինչ տարբերություն կա Բարգավաճ Հայաստանի եւ Հանրապետականի միջև 3 գլխավոր տարբերությունները։ Ոչ մի տարբերություն, ինչ տարբերություն։ Նույն բանն է։ Նույն բանն է, ինչ տարբերություն, կուսակցությունները։ Երկուսն էլ նույնն են, նույն կուսակցությունն է, նույնն։ Այս դեպքում ծագում է մի տրամաբանական հարց, որը եւ տվեցի Դարբնիկի գյուղապետի տեղակալին։ Ինչ անպայման է, որ կուսակցության անդամ լինելը։ Եթե գործնեությունն է, գործում ենք մենք, մեր կուսակցությունը հանրապետականն է, կարևորությունը որն է, դրա որ հարցնում ենք։ Կարևորությունը չգիտեմ, բայց տարբերություն պետք է լինի, չէ՞։ Դիմենք Սայաթ Նովացիների օգնությանը։ Որն է լինի նույն ապերին մա։ Տարբերություն չկա իրանց մեջ։ Չկա։ Գաղափարախոսությունը, չգիտեմ։ Չէ ապեր։ Կուսակցություններն են մեր հերնանիցը։ Երկուսն էլ հայ են։ Չի կարելի այդքան դրթել մեկը մեկի դեմ։ Կարևորը հայ լինեն, չէ՞, կուսակցությունը կապ չունի։ Հիմա կուսակցությունն էլի։ Այո, կարևորը հայ մարդ մնալն է, ինչը եւ ապացուցեցին հակադարձ ճամբարներում գտնվող տեխնացուները։ Պատրաստ եք ձեր ընկերոջը ձեր մրցակցին ձայն տակ ընտրություններին։ Խի չեմ պատրաստ։ Մի ձայնով մարդ չի կրում։ Հա, կտակ իրան ձեր ձայնը։ 100%-ով։ Իհարկե, խի չէ որ։ Կտակ։ Խի չէ որ։ Ու ես ասել եմ, որ ես իմ ձայնը տալու եմ։ Իսկ մենք մեր ողջ կոլեկտիվի կողմից մաղթում ենք, որ այս ջերմ մթնոլորտը տեղափոխվի նաև Երևան, ազգային ժողով։ Չնայած այդ դեպքում Armcomedy սցենարը ահագին կտուժի։ Մհեր Խաչատրյան, Միքայել Թումանյան, Արարատի մարզից հատուկ ազգային ժողովի համար։ Իսկ հիմա մեր ավանդական չդարձած բլից լուրերի էջն է։ Հին ու բարի բլից լուրերը, որոնք այդքան կսիրեին ու կսպասեին մեր դիտողները, եթե դրանք ավանդական լինեին։ Ինչևէ, գնաց։ Տիգրան Ուրիխանյանի ելույթը ԱԺՄ ժողովրդի խնդիրների մասին բուռն արձագանքի է արժանանում։ Տասնյակ տարիներ առաջ երբևէ գոյություն ունեցող, իսկ հիմա հնարավոր չէ, որ գոյություն ունենան դրանք, ավտոմեքենաները Բրավո! Հին մեքենաներ!
Շնորհակալություն։ ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումների մասին ճառը այդ տենց արձագանք առաջացրեց։ Հա, նաև հենց այդ պահին Հունաստանի խորհրդարանի նախագահը մտավ ազգային ժողով, բայց դա ուղղակի զուգադիպություն էր։ Շարունակում ենք բլից լուրերը։ ՀՀ պաշտոնյաները անհավանական են համարում ուկրաինական սցենարի կրկնությունը Հայաստանում, որովհետև Մեր մոտ խիվատ է վիճակը։ Իսկ լավ է։ Դուք ո՞նց եք մտածում, լավ չի։ Ժող դու ո՞նց ես մտածում, լավ չի վիճակը։ Վայ, ընտիր, մի պահ նույնիսկ ուզում էի մի քիչ լցվել, այնեն կառավարությունը նույնիսկ դրա մասին է մտածում։ Եկամուտներից 5%-ը կրճատելա, որ ֆորմի մեջ մնա։ Իսկ աղքատության սարսափելի։ Հոփ, կարող է ուզում ես մթնոլորտը գաղջացնես։ Մարդը մտածում է Շվեյցարիայում ապրում, թող մտածի։ Բա դու։ Դե ես էլ իմ խոսքը կասեմ, սպասում եմ լսող լինի։ Դուք ո՞նց եք մտածում, լավ չի։ Դուք ժողովրդի կողմից ընտրված եք, պետք է դուք ասեք, ժողովուրդը գոհ է այսօրվա իրավիճակից։ Ես տենց վատ բան չեմ տեսնում։ Դե մի օր դուրս եկեք տնից ու ԱԺ-ից որ տեսնեք։ Իսկ Գալուս Գրիգորիչը հերքեց, որ Ուկրաինայի օրինակով իշխանության մի մասը կարող է միանա ընդդիմությանը։ Ինձ համար հնարավոր չեմ համարում, որովհետև այստեղ չասեմ ամենագլխավոր կամ գլխավոր, հիմնական դերակատարներից մեկն է։ Ես ու նրա կարող եմ պատկերել։ Իսկական լրագրողներ ջան, ոնց որ մոտնակ Դոն Կորլեոնեին ու ասեք կարող է դուրս գաք ձեթի բիզնեսից։ Իսկ ամենախորը վերլուծությունը արեց իհարկե ԲՀԿ-ից Լյովա Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, մի հեռացեք։ Հեռանա, ուզում եմ, բայց չեմ կարող ինչ։ Չէ, երաշտական վերլուծությունից հետոինը։ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները ինչպես կգնահատեք։ Կարծում եմ պայմանների խախտում է, ժողովուրդը նախագահ նշանակել, բարձվել է նախագահան ոսկե անիտազների հետ հաղորդել։ Այո, ուկրաինացիները ընտրելուց հստակ հավատում են, որ ընտրված նախագահը միայն բրոնզե կամ մաքսիմում արծաթե ունիտազից պետք է օգտվի։ Հեղափոխությունների մեծ մասը հենց ունիտազի որակից է սկսվում։ Այսպես վիճակ։ Վերջ այդ բառը մտավ առօրյաց, ներխուժեց։ Այսքանն էր մեր այսօրվա Arm Comedy, մնացեք բարով։ Իսկ վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Երջանիկ եղեք։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Ես եղանակը այսքան էր, ոնց որ ճակ տված ելնի։ Ուզում ես ասես եղանակա տենց էլ ասա։ Նարեկ, ես այսքան տարվա մանկավար քեզ այնց չէի սպասում, գիտես։